Ընդամենը մի քանի ամիս ու կողբ համայնքի այս սրահը կվերածվի նոր սերնդի բազմաֆունկցիոնալ մարզասրահի։ Նոյեմբերյան համայնքում կյանքի որակը բարելավելու նպատակով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մտադրությունների մասին հուշագիր են ստորագրում։ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Գանձոր տեղական ակտիվ խումբ տարածքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ, նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն ու կողբ հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը։ Այսօր շատ ոգևորիչ օր է մեզ համար։ Մենք այստեղ ողջունում ենք Գանձոր տախի ներկայացուցիչներին, կողբ հիմնադրամի եւ նոյեմբերյան համայնքին եւ միասին ստորագրել ենք հուշագիր կողբ համայնքում մարզասրահ ստեղծելու վերաբերյալ։ Այս ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ, լիդեր մեթոդաբանությամբ, որի նպատակն է աջակցել, որ համայնքները իրենք ծրագրեր առաջարկեն, իմանալով իրենց առաջնահերթություններն ու նախասիրությունները։ Ես ես բոլորիդ վստահեցնում, որ մենք հոկտեմբեր ամսին կունենանք այն մարզական կենտրոնը, որը գերազանցի շատ համայնքներ։ Երազանքի մարզասրահը, որ աշնանն իր դռները բացելու է հարյուրավոր մարզասերների, առողջ ապրելակերպը գնահատողների առաջ մեծ նվեր է համայնքին։ Որովհետև նոյեմբերյան համայնքում նոր սերնդի մարզասրահ չկա։ Նախագծի նպատակն է նպաստել առողջ ապրելակերպի, սպորտի ու կրթության մշակույթի զարգացմանը այդ համայնքում։ Կողբ բնակավայրում գերժամանակակից սպորտային կոմպլեքս ստեղծելը հենց նպատակ ունի այդ եկամտաստեղծ գաղափարը կյանքի կոչել Գանձոր տեղական ակտիվ խմբի համար, քանի որ երբ որ մշակվում էր Գանձոր տախի ռազմավարությունը, նրանք հռչակել էին, որ նրանք ուզում են ունենալ այնպիսի միջավայր, որտեղ սպորտը գերակա է եւ սպորտի միջոցով, ֆիթնես ծառայությունների եւ գործունեության միջոցով պատանիները, երիտասարդները, կանայք կկոփեն իրենց մարմինը եւ կամրանցնեն իրենց հոգին։ Հենց այս նախաձեռնության նպատակով էլ մենք սերտորեն համագործակցեցինք կողբ հիմնադրամի, ինչպես նաեւ նոյեմբերյանի համայնքապետարանի հետ, որպեսզի կյանքի կոչենք այս հրաշալի նախաձեռնությունը։ Կողբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը նշում է, որ հիմնադրամի տեսլականը այնպիսի Հայաստանն է, որտեղ բարեգործական հիմնադրամներն անելիք չունեն։ Հետևաբար այս կոնկրետ նախագծի իրականացման որոշումն էլ ընդունվել է հաշվի առնելով այդ հանգամանքը, որ մարզական կենտրոնը ժամանակի ընթացքում դառնալու է ինքնաբավ, ինչպես նաև նպաստելու է տարածաշրջանում առողջ ապրելակերպի նոր մշակույթի ձևավորմանն ու տարածաշրջանային համաչափ զարգացմանը։ Մենք հավատում ենք ոչ թե բարեգործական ծրագրերին, նվիրատվություններին, աջակցություններին, այլ ավելի շուտ զարգացման ծրագրերին։ Եվ մասնավորապես այսօրվա նախագիծը, երբ տեղում կա գործող ակտիվ խումբ, կա համայնք, որը հետաքրքրված եւ շահագրգռված է, որպեսզի նման կենտրոն ձևավորվի եւ նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, որը փաստորեն այս նախագծի շրջանակներում ապահովելու է ամբողջ մարզագույքը, նման պարագայում կողբ հիմնադրամը ապահովելով շենքով, վերանորոգելով եւ տրամադրելով այդ շենքը, բնականաբար սա արդեն խոսում ենք ոչ թե նվիրատվության մասին ուղղակի, այլ զարգացման ծրագրի մասին։ Եվ ամենակարևորը մարզական կենտրոնը ինքը նույնպես ժամանակի ընթացքում պետք է դառնա ինքնաբավ, բոլոր հաշվարկները կատարված են եւ ենթադրվում է, որ որոշակի ժամանակ հետո լիարժեք ինքնուրույն ինքնաֆինանսավորվող կենտրոն է դառնալու։ Կողբ բնակավայրում զորամաս կա, Թումո կենտրոն։ Այդ հաստատություններում աշխատող, սովորող մարդիկ ստեղծվելիք մարզասրահի պոտենցիալ հաճախորդները կարող են դառնալ։ Ուսումնասիրելով մենք տեսել ենք, որ իսկապես նման մարզասրահի եւ նման մշակույթի կարիքը կա։ Հատկապես մարզերում եւ գյուղական բնակավայրերում կանանց մարզվելը, երիտասարդների մարզվելը, առողջ ապրելակերպը բավականին մեծ կարեւորություն ունեն եւ այսօր մենք փաստացի ստեղծելու ենք ոչ միայն տվյալ տարածքում, այլ երևի գրեթե որևէ մարզում այս նախադեպը չունեցող մի ժամանակակից հագեցած մարզասրահ։ Նախաձեռնողները խոստանում են, կողբում մարզասրահը հաջողությամբ բացելուց հետո նոր ծրագրեր են իրականացնելու ինչպես նոյեմբերյան, այնպես էլ Հայաստանի այլ համայնքներում։